Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, բանացան եթերով եւ թիմադեդրի եչով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Վաղարշաբաթի դեղական ինքնագարավարման մարմիններու երեկվան ընդրությունները իրենց աշխուժությամբ դարբերեցան նախորդ 2021-ի ընդրություններն։ Վաղարշաբաթ համայնքի քաղաքապետական արտահերթ ընդրություններուն մասնակցեցան 31535 ընտրողներ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներու 45.1%-ը։ Վաղարշաբաթի մեջ ընտրողներու ընդհանուր թիվը կենտրոնական ընտրական անձնաժողովի դվյալներով 69924 էր։ Երեք ուշ գիշերվան ոչ պաշտոնական դվյալներով ընտրության անցման շեմը հաղթահարեցին քաղաքական 3 ուժ, որոնց մի երկուքը գուսակցություն, մեկը դաշինք։ Ուժերեն որևէ մեկը 50% ցայն չստացավ։ Առավելագույն կվեները ստացավ քաղաքացիական մեկմնակիր գուսակցությունը 48.5%։ Անոր աճորտեց հաղթանակ դաշինքը 31.9% եւ Մայր Հայաստան գուսակցությունը 5.4%-ով։ Ընդրության անցման սահմանը գուսակցություններու համար 4% է, իսկ դաշինքներու համար 6%։ Պետք է նշել սակայն, որ այս ցուցանիշները հաշվված են ընդրության մասնակցած քաղաքացիներու կվեներուն հիմամբ։ Իսկ քվեարկության չմասնակցած սակայն ընդրական իրավունք ունեցող քաղաքացիները ավելի շատ են, քան մասնակցածները 54.9% կամ 38382 քաղաքացի։ Քաղաքագետ Արմինե Օհանյան վաղարշաբաթի երեկվան ընդրություններուն անդրադառնալով թիմադեդյան քրարումով նշեց. Որքան ալ դահաջլա այսօրվան ընդրություններուն արդյունքները բավական կանխատեսելի էին։ Պետք չէ անգե ողբերգություն ստեղծել, սակայն կարևոր է քննարկել, հասկանալ պատճառները եւ անպայման վերլուծել համապետական ընդրություններու հետ նմանությունները եւ տարբերությունները, որբեսի ընդդիմությունը բարձր իր դգար դեղերը եւ էլիտները մինչեւ 2026-ի ընդրություններ։ Գիտեմ, որ վաղը շատ գեղձ վերլուծություններ կգդարվին եւ շատ մարդիկ կգրեն այս բոլորի մասին մանրամասնորեն, իսկ ներկայիս քանի արագ դիտարկում կդարեմ։ Առաջին, եթե նույնիսկ ամբողջովին ադելի ու մերժելի իշխանություն է, որ մե մարդիկ երազն ազատիլ, ընդդիմության քվեարկություն չի կդարվիր, որովհետև դակավին չկան այնպիսի տեխնազուներ, որոնց օգտին մարդիկ ուզեն քվեարկել, որոնց երբարը գոքեվորի եւ որոնց օգտին հաջույքով քվեարկեն։ Ուրեմն տեխնազուներու անձը եւ տեխնազու գուսակցություններու ցանկը շատ կարեւոր է։ Երկրորդ, միայն իրենց ճանաչելիության հարցը լուծող դադարք փարասիրություն ունեցող մարդիկ եւ գուսակցություններ, որոնք արիթ չունին ընդրության անցման սահմանը հաղթահարելու, շատ վատ դեր կխաղան առաջադրվելով եւ ցայներ փոշիացնելով։ 2026-ի ընդրություններուն զանոնք պետք է ամեն կնով ետ բահել։ Անոնք պետք է հասկանան, որ այդպիսով բացառապես իշխանության գաճակցին, նշեց Արմինե Օհանյան։ Եվ երրորդ, ընդդիմությունը վերջապես պետք է հասկանա, որ ժողովուրդը ոչ թե պետք է մեղադրել, այլ անոր հետ խոսիլ, հարաբերիլ, աշխատիլ։ Ձեր բոլոր անհաջողությունները գուքան ժողովուրդը թերակնահատելու, արհամարելու, անոր հետ հաշվի չնստելու ճակատագրական սխալեն։ Առանցատուներեն դուրս եկեք, մարզեր կացեք։ Քիչ ժամանակ դրամատրեցեք գուսակցական քննարկումներու, ուդել խմելու, պամպասելու, բանսարգություն ընելու, իրարու թեմ աշխատելու։ Շատ շարժեցեք եւ աշխատեցեք, թերական ազդակներ փոխանցեցեք հանրության եւ անպայման արդյունքի կհասնիք, ընդգծեց քաղաքագետ Արմինե Օհանյան։ Շաբաթ 15 նոյեմբերին Հայաստանի շարժաբատկերի կորդիշներու միության դան մեջ տեղի ունեցավ
Հոյիտան Նիկոլ Աղբալյան ուսանողական միության 35 ամյակին նվիրված հանդիսություն։ Սերնարգին մասնակցեցան Հոյիտա բյուրոյի, Հոյիտա Հայաստանի Քերակույն մարմինի, Հոյիտա Արցախի գետրոնական կոմիտեի եւ Հոյիտա աշխարհասփյուր գարույցի ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ, գուսակցականներ եւ երիտասարդներ։ Սերնարգը սկսավ Հայաստանի եւ Արցախի պետական կայլերներով, հնչեց նաեւ դաշնակցության կայլերքը։ Ներկաները մեկ վարյան լրությամբ հարկեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներու իշտակը։ Սերնարգին ելույթով անտեսական Հոյիտա բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան, Հոյիտա Հայաստանի Քերակույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյան, ինչպես նաև Հոյիտա Նիկոլ Աղբալյան ուսանողական միության զանազան սերունդներու ներկայացուցիչներ։ Հոյիտա բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան իր խոսքի մեջ ասավ. 35 տարին շատ լուրջ ճանապարհ է եւ ինչպես ասվեցավ, որ նույնիսկ շատ գայացած քաղաքական ուժեր այդքան տարի չեն կոյադևեր եւ այս առումով մենք իսկապես միշտ կխոսենք մեր տարիքի մասին եւ կանթաթարնանք անոր, որ այդ տարիքը մեզի չի մեծներ, այլ գերդասարտացնե եւ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը անոր ամենեն վառ ապացույցն է։ Դաշնակցությունը 135 տարեկան է, բայց ունի նաում, որ 35 տարեկան է եւ ժամանակի ընթացքին ավելի գերդասարտանա։ Դաշնակցության եւ նաումի գենսունակության երևույթը գաղտնիքը ճիշտ անոր մեջն է։ Դաշնակցությունը կարողացած է իր ամբողջ կենսակրության մեջ մեկտեղել թե փորձառությունը, թե երդասարտական ավինը, թե ուժը, թե միտքը եւ մեր արժեհամակարգն ճիշտ անոր վրա ձևավորված է։ Մեր գենսունակության գաղտնիքը կարելի է փնտրել մեր զինանշանի մեջ, որ թե պահն է, թե սուրը, թե կրիչը եւ շատ ճիշտ դրած են նաումը ստեղծողները, երբ հավատարի մնացած են զինանշանի խորհրդին, որովհետեւ երդասարտության թե միտքը, թե ուժը, թե ավինը կարողացած են մեկտեղել եւ բնական չէ, որ դաշնակցության հիմնադիրները ուսանողներ եղած են, որովհետեւ մեր ուժի եղած է բանիմաց, գրթված ուսումը ստացած երդասարտը եւ ան է, որ աբակա գերդե, ան է, որ կարողանա դեսնել օրվան հրամայականը, դեսնել սևերը եւ մեթոդները, ինչպես իր կյանքը գարժևոր է եւ իմաստավոր է, ըստ Արմեն Ռուստամյան։ Հոյիտա բյուրոյի ներկայացուցիչի նամացային դաշնակցությունը ուր որ կորդած է, միշտ իր գողքին ունեցած է նաումի նման երդասարտական գարույցը։ Ուսանողական միությունները դաշնակցության համար եղած են մեգական թարփնոց։ Այս կառույցը իսկապես դակավին երկար դարներու կատարելիք ունի, իր ժառանգության գկիդակսի, իր առաքելության դերն է եւ միայն գրնանք հաջողություն մաղթել եւ երկար դարներու աշխատանք։ Այսօր Հայաստանը եւ հայությունը կանգնած են ամենեն լուրջ մարտահրավերներու առջեւ եւ ես վստահ եմ, որ նաումի նման գարույց ունեցող հայ եղափոխական դաշնակցությունը միագամ համոզումով պիտի հաղթահարի նաեւ մեզի բաժին հասած դժվարությունները եւ նաումի նման մեծ բայզար թեմքեր ունեցող գարույցն է, որ գրնա նույնիսկ անել վիճակի մեջ ելքել գտնել։ Հաջողություն, բարիերթ եւ դարձյալ իրարու հետ միասին գերդենք մեր աղթանակները, որուն այնքան գալոդ է մեր ժողովուրդը, ըստ Հոյիտա բյուրոյի ներկայացուցիչը։ Իր գարքին Հոյիտա Հայաստանի Քերակույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան ասավ. Հոյիտա նաումը արդեն 35 տարեկան է, Հայաստանի նորանգախ հանրապետության մեջ 35 տարվան գենսակցություն ունեցող կազմակերպություններ, նույնիսկ քաղաքական գուսակցություններ քիչ կան, որ ունին անցած նման ճամփա։ Երբեք պատահական չէր, երբ դաշնակցությունը որոշում տվավ իր գազագերբական գարույցը վերահաստատել հայրենիքի մեջ։ Առաջին օրերեն միջամուխ եղավ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության հիմնադրության, որ անցնող 35 տարիներուն շատ կարևոր դերակատարություն ունեցավ մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքի մեջ, մնայուն գերբով գտնվելով առաջնակիցի վրա նշեց Սաղաթելյան։ Սաղաթելյանի համաձայն դաշնակցությունը մնայուն գերբով կարևոր նկատած է ուսանողական եւ երիտասարդական միություններու թերը։ Անոնք եղած են կարևոր թարփնոց գուսակցության շարքերը գրթված, գաղափարապես պատրաստված երիտասարդներով օժտելու համար։
Ովևէ մեկուն համար քաղաքնիկ չէ, որ մեր երկիրը Հայաստանը եւ հայությունը կգտնվին շատ ծանր ժամանակաշրջանի մեջ։ Արցախը հայատապած է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կգտնվի Բաքուի փանդը, Թշնամիին զորքերը կգտնվին Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ, իսկ Հայաստանի իշխանության ղեկին գտնվող այս վարչախումբը կշարունակի կդարել Թշնամիին բանջները եւ անոնց հետ սերկ-սերկի բռնած կբայքարի հայկական ինքնության դեմ շարունակեց Իշխան Սաղաթելյան։ Այս պայմաններում մեջ, այս իրավիճակի մեջ հայ երդասարտը, հատկապես դաշնակցական երդասարտը չի գնար հաշտ լալ այս իրավիճակին հետ։ Հետևաբար մենք միասին կատարելիք ունենք, դուք ոչ միայն մեր աբականեք, այլև ներկան։ Հետևաբար խնդրանքս գոչս եւ հորդորս է ցեզի ընդլայնել ձեր շարքերը, գարչիլ ձեր արմատներուն, բայց ավելի առաջադեմ, ավելի երանտով, նոր ուժով ու թափով։ Այն ճահը զոր փոխանցված է ցեզի, միասնապար առաջնակիցի վրա մեր բայկարը պիտի շարունակենք եւ հասնենք հաջողության եզրակացուց Իշխան Սաղաթելյան։ Հանդիսության ընթացքին ցուցադրվեցավ Հոյիտան Նիկոլ Աղբալյան ուսումնողական միության 35-ամյակին նվիրված դեսանյութը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հարցազրույցի ընթացքին հայտնեց, թե Զանգեզուրի միջանցքին բացումը օգուտ կբերե Կենտրոնական Ասիա բոլոր երկիրներուն։ Ալիև նշեց, որ Ադրբեջանի մեջ ստեղծված ժամանակակից երթուղիի ենթակառույցները, ընդ որում արևդրական նավադորմը, Ալատ միջազգային արևդուրի նավահանգիստը, որուն զորությունը առաջիկա տարիներուն կհասնի 25 միլիոն տոնի, Բաքու-Տիֆլիս գարս երկաթուղին, ինչպես նաև երկրի միջազգային 9 օդակայանները, այս բոլորը գործոնները կամրապնդեն Ադրբեջանի թերը իբրև համաշխարհային երթուղային կենտրոն։ Ալիևի համաձայն Ուզբեկիստանի եւ Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական մարզերը մեկը բազմազան երթուղային եւ համեմատական ենթակառույցներու զարգացումն եւ տարանցիկ կարելիություններու ընդլայնումն է։ Այս մարզի մեջ մեր երկիրներու մասնակցությունը միջին միջանցքի միջազգային երթուղիի յուրահատուկ նշանակություն ունի, որովհետև Ադրբեջան տարանցիկ կարևոր երկիր է Ուզբեկիստանի եւ Կենտրոնական Ասիա երկիրներու համար։ Վերջին տարիներուն միջին միջանցքով արտասահման կարելիություններու եւ բեռնափոխադրումներու աճը ցերկ բերած է ռազմավարական յուրահատուկ նշանակություն ավելցուց Ալիև։ Շաբաթ 15 նոյեմբերին երեկոյան ժամը 5-ին Հարիսայի Լիբանանի Դիրամայր բազիլիկայի մեջ մատուցվեցավ Կոհապանական Սուրբ Պատարագ հայոց ցեղասպանության նահատակ Իգնատիոս arczepiskopos Մալոյանի սրբատասումին արիտով, որտեղի ունեցավ 19 հոկտեմբեր 2025-ին Վատիկան։ Դանեն Գիրիգիո կաթողիկե այոց Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքը նախագահեց հանդիսավոր արարողության Մարոնիներու Բշարա Բուտրոս Ռայի պատրիարքին, հույն կաթողիկե Յուսեֆ Ափսի պատրիարքին, ասորի կաթողիկե Իգնատիոս Յուսեֆ երրորդ Յունան պատրիարքին եւ արաքելական նվիրակ Կերաբայզար Պաուլո Բորջային, ինչպես նաև վիճակավորներու, եպիսկոպոսներու, ընդհանուր մեծավորներու, վարդապետներու, կահանաներու ու սարգսակներու մասնակցությամբ։ Արարողության ներկա էր նաև Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե arczepiskopos Ֆանոսյան։ Մարմնագրթության եւ երիտասարդության նախարար Նորա Բայրակտարյան իր մասնակցությունը բերավ այս սրբազան արարողության, ներկայացնելով հանրապետության նախագահ Զորավար Ժոզեֆ Աունը, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բրին ու վարչապետ Նաուաֆ Սալամը, ինչպես նաև ներկա գտնվեցան նախարարներ ու երեսփոխաններ, հոգևոր, պաշտոնական, զինվորական, գուսակցական, մշակութային եւ ընկերային բարձրաստիճան անձնավորություններ ու ավադասյաներու հոց բազմությունը։ 11 նոյեմբեր 2025-ին Հոհիթա Կանադայի հայտարարի անձնախումբի արևմտյան շրջանի եւ Հոմի Վանկուվերի առած մասնաճյուղի ներկայացուցիչները մասնակցեցան գամավորներու իշտագի օրվան նվիրված pedagogan եւ համայնքային արարողություններուն Վանկուվեր եւ Maple Ridge քաղաքներում մեջ։ Վանկուվերի արարողության մասնակցեցավ Հոմի Վանկուվերի առած մասնաճյուղի ներկայացուցիչ Կլարա Կասպարյան Հակոբյան, մաս կազմելով օթանի Կանադայի ընկերակցության պատվիրակության գազմին։ Իշտագի ցերնակներուն
հայտարարի ներկայացուցիչները արիթ ունեցան շինիչ եւ անմիջական զրույցներ ունենալու Կանադայի դաշնակցային նահանգային եւ քաղաքային մասնարաններուն հետ։ Հայտարարի անունով Վահե Անդոնյան դեսակցեցավ Կանադայի խորհրդարանի պատգամավոր Մարկ Դալտոնի հետ ներկայացնելով համառոտ զեկուցումը հայ-կանադական համայնքը մտահոգող հիմնական հարցերուն շուրջ ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող այսպես կոչված խաղաղության համայնքները Արցախի բնիկ ժողովրդին ճակատագիրը եւ անոնց հայրենիք վերադառնալու իրավունքը ինչպես նաեւ Ադրբեջանի բանդերում մեջ գտնվող հայ քաղաքական բանդարյաներուն մտահոգիչ վիճակը Հարկելի ունգընտիրներ Վանացանի եթերով եւ թիմադերի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը Ձեզի հետ էին ցանի աղոթավար Նաթալին եւ Գրիգորը Մնացեք միշտ Վանացանի ունգընտիր